Պետության իրական տերը ժողովուրդն է, և այդ իրավունքը եկել է ժամանակը վերականգնելու։ Ես չեմ եկել իշխանություն վերցնելու, ես չեմ եկել որևէ մեկին դեմ կանգնելու, ես եկել եմ մեկ առաքելությամբ՝ բացել մի համակարգ, որը ձեզ բոլորիդ կվերադարձնի ձեր ձայնը, ձեր ուժը, ձեր ապագան։ Այսօր աշխարհը փոխվում է։ Ժողովուրդը այլևս չի սպասելու, ժողովուրդը այլևս չի հավատալու խոստումներին, ժողովուրդն է դառնալու պետության սիրտը, ուղեղը և լույսը։ Սա մենք անվանում ենք թվային խորհրդարան, մեկ պարզ գաղափար։ Յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսից կարող է մասնակցել պետության կառավարմանը։ Միայն 3 քայլ. առաջին մասնակցում ենք, երկրորդ քվեարկում ենք, երրորդ որոշում ենք միասին։ Այո, այսքան պարզ։ Ոչ կուսակցություններ, ոչ առաջնորդներ, ոչ մանիպուլյացիաներ, միայն ժողովուրդը, միայն ճշմարտությունը, միայն բաց, թափանցիկ ու արդար համակարգ։ Սա հեղափոխություն չէ իշխանության դեմ, սա հեղափոխություն է մարդու ներսում, սա վերադարձ է դեպի պատասխանատվություն, դեպի ազատություն, դեպի նոր ժամանակաշրջան։ Ես չեմ խոստանում հրաշք, ես խոստանում եմ մի բան, որի ժամանակը եկել է՝ արդարություն, թափանցիկություն և մասնակցություն։ Ես չեմ առաջնորդում ձեզ, ես պարզապես առաջինն եմ, որ բարձրաձայնեց այն, ինչ դուք բոլորիդ սրտում վաղուց գիտեք. Հայաստանը պետք է դառնա ժողովրդի պետություն։ Մենք միասին ենք անելու դա։ Ռազմիկը, ուսուցիչը, զինվորը, բիզնեսմենը, վարորդը, գյուղացին, ուսանողը, բոլորը, որպես մեկ մարմին, մեկ ժողովուրդ, մեկ ուժ։ Սա ձեր շարժումն է, սա ձեր իշխանությունն է, սա ձեր ապագան է։ Ես եկել եմ մեկ նպատակով՝ վառել լույսը և հեռանալ։ Լույսը մնալու է ձեր ձեռքերում։ Շնորհակալ եմ, որ արթնանում եք։ Շնորհակալ եմ, որ միանում եք։ Շնորհակալ եմ, որ այս անգամ մեր երկրի պատմությունը սկսվելու է հենց ձեզնից։ Ժամը եկել է։ Մենք լույս ենք, մենք ուժ ենք, մենք Հայաստանի ապագան ենք։